Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը վերջին շաբաթներին մտել է մի փուլ, որտեղ յուրաքանչյուր սերիա ոչ թե պարզապես շարունակում է նախորդի պատմությունը, այլ փոխում հերոսների ճակատագրերը։ Եթե սկզբում թվում էր, թե սա երկու ընտանիքների հակամարտության պատմություն է, ապա հիմա պարզ է դառնում, որ իրականում սա մարդկանց ընտրության, թաքցրած ճշմարտությունների և դրանց հետևանքների մասին պատմություն է։ Ամենացավոտ գիծն անկասկած Լեոյի և Լեայի պատմությունն է։ Նրանք անցել են երկար ճանապարհ, փախուստ, բաժանումներ, սպառնալիքներ, ընտանեկան ճնշումներ։ Նրանք կարծես ապացուցել էին, որ իրենց սերը կարող է հաղթահարել ամեն ինչ, սակայն կյանքը նրանց առաջ դրեց մի փորձություն, որի համար ոչ ոք պատրաստ չէր։ Լեոն երկար տարիներ ապրել է հոր կորստի ցավով, նա չի հիշում Ռաֆին այնպես, ինչպես կցանկանար, բայց նրա ամբողջ կյանքը կառուցվել է բացակայության շուրջ։ Նա միշտ զգացել է, որ իր ընտանիքում ինչ-որ անավարտ պատմություն կա։ Լեոն այլևս չի փորձում ուժեղ երևալ, նա հոգնել է պայքարելուց։ Նա կանգնած էր մի մարդու շիրիմի առաջ, ում համար տարիներ շարունակ պատասխաններ է փնտրել։ Ավոն, ինչպես միշտ, հայտնվում է այն պահին, երբ իր կարիքն ավելի շատ ունեն։ Իհարկե, որոշները մեղադրում են Ավոյին եղբոր ընտանիքին միայնակ թողնելու մեջ, բայց արդյոք դա այդպես է, թե Ավոն այդ ընտանիքը պաշտպանելու համար է հեռացել։ Այս բոլոր հարցերի պատասխանները հեռուստադիտողները կստանան շատ շուտով։ Ինչ է թաքցրել Ավոն այսքան ժամանակ, ինչու նա չի այցելել եղբոր որդիներին, ինչու հոր կողքը չի եղել ամենակարևոր պահին։ Նա հոր շիրիմի մոտ գտնում է Լեոյին հարբած, կոտրված և տանում է տուն։ Նա չի թողնում եղբոր որդուն միայնակ իր ցավի հետ։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ ամենադաժան թվացող մարդիկ կարող են հոգատարություն դրսևորել իրենց հարազատների հանդեպ։ Լեան նույնպես ապրում է իր կյանքի ամենածանր շրջանը։ Նա ոչ միայն սիրած մարդուն կորցնելու վտանգի առաջ է կանգնած, այլ նաև ստիպված է վերաիմաստավորել սեփական հորը։ Հունանը նրա համար միշտ եղել է ուժեղ, պաշտպանող, երբեմն խիստ, բայց միևնույն ժամանակ սիրող հայր։ Հիմա այդ պատկերը ճաքեր է տվել։ Նա սկսում է հարցեր տալ Իննային, Էռնային, Գրիշոյին, փորձում է հասկանալ, թե ով ինչ գիտեր և ինչու էին լռում, բայց պատասխանները կամ կիսատ են, կամ ուշացած։ Ամենացավալին այն է, որ Լեան սկսում է իրեն միայնակ զգալ մարդկանց շրջապատում, որոնց ամբողջ կյանքում վստահել է։ Արամի կերպարը նույնպես հետաքրքիր զարգացում է ստանում։ Նա փորձում է օգնել Լեային, փորձում է նրա կողքին լինել, հասկանալ նրա ցավը, բայց Լեան մերժում է այդ օգնությունը։ Դա չի նշանակում, որ նա ատում է Արամին։ Պարզապես Լեան հիմա այնպիսի հոգեվիճակում է, երբ ոչ մեկի աջակցության կարիքը չի ընդունում։ Նա փակվել է իր մեջ և փորձում է ինքնուրույն հասկանալ, թե ինչպես ապրել այս նոր իրականության հետ։ Հունանը շարունակում է մնալ այս պատմության ամենաբարդ կերպարներից մեկը։ Նրան հնարավոր չէ միանշանակ գնահատել։ Նա սիրում է իր երեխաներին, ցանկանում է պաշտպանել ընտանիքը, բայց միաժամանակ նրա անցյալի որոշումները շարունակում են կործանել ներկան։ Հենց նրա լռության պատճառով է Լեան կորցնում վստահությունը, հենց նրա գաղտնիքների պատճառով Լեոն կորցնում է ներքին խաղաղությունը։ Հենց նրա ընտրությունների պատճառով ընտանիքները շարունակում են ապրել թշնամանքի մեջ։ Նա կարծես մարդ է, ով տարիներ շարունակ փորձել է պահել ամեն ինչ իր վերահսկողության տակ, բայց հիմա ստիպված է տեսնել, թե ինչպես է այդ վերահսկողությունը փլուզվում։ Մանանի և Գրիշոյի հարաբերություններն էլ ավելի հետաքրքիր են դառնում։ Մանանը շատ բաների միջով է անցել, նա պայքարել է ընտանիքի և սիրո միջև, փորձել է հասկանալ բոլոր կողմերին, փորձել է հարմարվել նոր կյանքին, բայց հիմա նրա շուրջ նույնպես հարցեր են առաջանում։ Իսկ Հունանը հավանաբար առաջին անգամ սկսում է հասկանալ, որ ամենածանր պատիժը ոչ թե օրենքից է գալիս, այլ այն պահից, երբ սեփական երեխաներն այլևս չեն կարող նույն վստահությամբ նայել քեզ։ Եվ հենց այդ պատճառով առաջիկա սերիաները խոստանում են լինել չափազանց հուզիչ, քանի որ այժմ հերոսները ստիպված են ոչ միայն բացահայտել ճշմարտությունը, այլ նաև որոշել արդյոք ունակ են ապրել այդ ճշմարտության հետ, ներել միմյանց և փորձել նորից կառուցել այն կյանքը, որը տարիներ շարունակ քանդվել է լռության ու գաղտնիքների
ծանրության տակ։ Իսկ մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Չմոռանաք նաեւ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, ինչ է սպասվում Լեո Լեազույգին։ Արդյոք նրանց կհաջողվի իսկապես հաղթահարել այն պատնեշը, որը ստեղծվել է նրանց միջև ու լինել երջանիկ։ Արդյոք Հունանն ինչ-որ մի օր կհամակերպվի այդ ամենի հետ ու թույլ կտա, որպեսզի Լեոն ու Լեան միասին երջանիկ լինեն։